Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Եվ ինչպես միշտ Ակոպովն ձեզ համար նախապատրաստել է բացառիկ թողարկում, ունեմ շատ սպասված հյուրեր, էքսկլյուզիվ եւ ամենակարևորը հետաքրքրելու է սպորտ աշխարհի ներկայացուցիչներին եւ հասարակությանը։ Մինչեւ նրանց անդրադարձանելը սրտան շնորհավոր եմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում, լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Երբ լուր քնած է աշխարհը, գիտեմ արթուն է իմ մայրը, իմ օջախում կա մի լույս անմար, ու դա հենց դու ես իմ մար։ Հազար վիշտ է տեսել սիրտը, բայց երբ առել ես ինձ գիրկը, անուշ ձայնով ինձ օրոր ասել, երգդ հոգուս է հասել։ Մամ ջան, իմ սիրտը դա, կյանքիս շամփին դու միշտ մնա, իմ կողքին քեզ չեմ թողնի, ամբողջ մի կյանք անուն է քո իմ շուրթերին, սիրտը զգում է, որ տանս լույսը վառվում է, մամ ինձ սիրելու տվել ես կյանք, տունս դարձրել ես դու վանք, ու ես ինչքան էլ ասեմ քեզ, աստղերի հետ էլ չափեմ քեզ, մեկ է իմ սերը չունի սահման, աշխարհի չափ եմ սիրում Մամ ջան, իմ սիրտը դա, կյանքիս շամփին դու միշտ մնա, իմ կողքին քեզ չեմ թողնի, ամբողջ մի կյանք անուն է քո իմ շուրթերին, հավերժի Դե ինչ 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է Ձինայդ նախագիծը եւ ըստ ֆորմատի ես կամ ներկայացնում տեսանյութ կամ տեսահոլովակ։ Այս բանը հաղթանակներով, էմոցիաներով լի տեսանյութ եւ ասեմ, որ չեմպիոնները ինձ մոտ արդեն տաղավարում են։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ I got this, yeah. Next time you
Դե ինչ շարունակվում է, եթեր ընթացքի մեջ է եւ վստահ եմ ինձ մոտ շատեր ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, շատերն ասում են մենք ներկա ենք, ոմանք էլ ասում են մեր տղեն հաղթեց ու այսպես շարունակ եւ ես րոպե չկորցնելով մեծագույն սիրով տեղեկացնեմ, որ հյուրընկալ եմ Victim ակումբի նախագահ Վիկ Հովսեփյանին, նրան ուղեկցում է առաջին հերթական չեմպիոնը Ճակո Սադոյանը, երիտասարդների Հայաստանի չեմպիոն մեր տղեն։ Բարի օր, բարի գալուս ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ ենք, դուք ոնց եք։ Շատ լավ։ Վիկ ջան, դե հիմա ասեք, որ փուլում եք, հանգիստ, պարապմունքներ, ինչ եք անում։ Չէ, հիմա պարապմունքներով ենք էլի նույն ձև, հանգստանալու դեռ ժամանակ չենք տրամադրել մեզ։ Մարզումները իր հունով գնում է, փորձում ենք առաջ շարժվել, նաև առաջիկայում ունենք աշխարհի առաջնություններ, համ երիտասարդների, համ պատանիների առաջնություններ ունենք, աշխարհի առաջնությանը դրան ենք պատրաստվում, իսկ դրանք շատ կարևորագույն փորձություններ են մեր մարզիկների համար, դրա համար ոնց որ ներկապային իրավունք չունենք հանգստանալու։ Շատ լավ, ընդամենը մի քանի օր առաջ սկսեց իր ավարտին հասցրեց բավականին լուրջ Հայաստանի առաջնություն։ Անձամբ բացումը վարում է, դրա համար բավականին շատ էլ նաև տեղեկացված եմ, իմ ընկերներից ոմանք այնտեղ իրենց նաև սաներին էին բերել եւ բնականաբար պարգևատրումների շարքում ընկերս Վիկը կարող եք արդեն մտնել նրա Instagram-յան էջ նրա շնորհավորել, հասկացա, որ մենք ունենք հերթական վարկանիշի բարձրացումը եւ սևգոտի եւ սերտիֆիկատ, դա իրանից ինչ է ներկայացնում Վիկ։ Դա իրանից ներկայացնում է, որ միջազգային ֆեդերացիան, պաշտոնական միջազգային ֆեդերացիան որպես ոնց որ վաստակավոր մարզիչ տարիներով աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ եւ հաղթողներ պատրաստելու համար այդ պարգևը ինձ նվիրել են էլի։ Շատ լավ, հարգանքները SMMA ֆեդերացիային եւ Գարեգինին եւ Վարդանին Մնացականյան բավականին լուրջ առաջնություններ եւ ես ոնց հասկացա այդ առաջնությունից հետո հաղթողները իրավունք ունեն նաեւ աշխարհի բացարձակ բարձր հարթակներում հանդես գալու եւ այնտեղ ունեցանք բնականաբար մենք էլ հաղթանակներ, չէ՞ Վիկ։ Այո, բա ոնց։ Ինչքան, քանիսն էին։ Ուզում եմ հասկանալ, քանի տղայից ինչքան ունեցանք մեդալ նաև։ Մեդալներ ունեցել ենք շատ, բայց հիմա ներկապային չեմ կարող ոնց որ ասեմ, տենց երեխեքը ստեղ չեն, էլի հիմնականը։ Հասկացա, բայց ունենք, չէ՞, շատ։ Հա, բա ոնց։ Շատ լավ։ Իսկ Սադոյան Ճակոն, որ ինձ մոտ արդեն տաղավարում է, դու այնտեղ ես, չէ՞։ Ես տեսել եմ մեր տղոբոյը, դրա համար եմ ասում։ Դե հիմա ինձ երկու նախադասությամբ ներկայացրու։ Դե որ տեսնում եմ թե Վիկը ոնց է ձեզ, այն որ ասում եմ տրամադրում հետո ուղարկում ռինգ, այդ արդեն ինձ բավական է։ Մրցակցիդ մասին եմ ուզում երկու նախադասությամբ պատմես եւ ինչ տվեց այս հաղթանակը քեզ, ինչ ես անելու արժևում։ Ես ունեմ երկու մրցակից, անցկացրել եմ երկու մենամարտ։ Առաջին մրցակցից հաղթեցի սուզյանների որոշմամբ։ Իրականում շատ ուժեղ մրցակիցներ եմ ունեցել, երկուսն էլ թե պոլուֆինալի տղան, թե ֆինալի տղան, նրանք երկուսն էլ բավականին ֆիզիկապես, թե տեխնիկապես ուժեղ տղաներ էին։ Բայց իմ մարտիչը ինձ ավելի լավ էր պատրաստել ու
այն կամքի ուժը, որ թե ես թե մարզիչս ոնց որ դրեցինք այդ մարտերի ժամանակ, ավելի բարձր դասվեցին ու փառք Աստծո մենք հաղթող դարձանք այս մրցաշարին ու ուզում եմ նաև ընդգծել մենք բառը, որովհետև դա իմ հաղթանակը չի, դա իմ թմի եւ իմ մարզչի հաղթանակն է։ Եվ հետագայում սպասվում են ավելի բարձր ու ավելի մեծ հաղթանակներ, ինչպես նաև աշխարհի առաջնությունում եւ հետագայում նաև պրոֆեսիոնալ արդեն MMA-ի մեջ։ Ու մեկ էլ մի բան ավելացնեմ, որ անկասկած դուք ինձ տեսնելու եք UFC-ում ու անկասկած դուք ինձ տեսնելու եք այդ UFC-ի գոտիով։ Դե ես պահանջում եմ այդ ժամանակահատվածում ինձ մոտ տաղավարում լինես, որ անկասկած բառը ճակերտների մեջ վերցնենք։ Ապրես, շնորհակալ եմ քեզ։ Ես ասեմ ինձ ճանաչողները գիտեն, Վիկտո էլ գիտես, որ ես չեմ սիրում տեսնել, թե իրար ոնց են ծեծում եւ ջարդում։ Կներեք այս բառից համար, բայց այս սպորտաձևը իսկապես շատ վտանգավոր է։ Ես չեմ կարողացել նայել ոչ մի երեխու, այսպես ասած, տղայի մենամարտը, հենց տեսնում էի ավարտվել է, տենց որ ասում թեքվում ես, տեսնես ով է հաղթել, որտեվ լուրջ շատ բարդ է։ Ու հենց դրա համար եմ ուզում հարցնել, ամեն մենամարտից հետո ոնց են իրանց զգում տղաները, բավականին լուրջ հարվածներ են ստանում, Վիկ ջան, այնտեղ ես տեսա բավականին լուրջ նաև նոկաուտներ, որ բժիշկները մի կերպ պատմում էին, ոնց են վերականգնում այս տղերքը, լավ հասկացանք նոր սերունդը առողջ են, բա հետո։ Դե դրան ճիշտ մոտեցում է պետք, որովհետև երբ որ մարդը հարված է բաց թողում ու ասենք, չգիտեմ, բոյի ժամանակ քնում է եւ այլն, ասենք լինում է էլի, պրիոմներից քնում են, նոկաուտ են լինում բան, դրա համար շատ կարևոր է ճիշտ մոտիկացումը։ Դա գալիս է մարզիչի պրոֆեսիոնալիզմից, այսօր ամեն մեկը դա չի պատկերացնում, չի գիտակցում, ոնց պետք է մոտեցումը ցույց տաս, որ մարզիկը վերականգնվի։ Շատերը այլ կերպ են մոտիկանում, դրա համար այսօրվա 80 եւ 70% մարզիկները սպորտը ոնց որ թողում են արդեն հետին պլանի։ Դրա համար շատ կարևոր է այդ պարագայում մարզիչի պրոֆեսիոնալիզմը, որ ճիշտ մոտիկանա, որ մարզիկը ժամանակին ճիշտ վերականգնվի ու շարունակի իր մարզումները, որ հետագայում նման խնդիրներից խուսափի։ Մեր տղերքը, ասեմ, տաղավարից են կոմունամ, էլի, նորից չեմպիոններ սպասում են իրենց րոպեներին, որ եթերում լինում, ոնց նայում եմ, բավականին տեսքները լավ է։ Դե հա, փառք Աստծո, ծեծողն են եղել, էլի։ Դա նշանակում է, որ իրենց մարզիչները, իրենց կողքի, չգիտեմ, ընկերները ճիշտ մոտեցում են արել, դրա համար երեխաները ու տղաները այսօր լավ մարզավիճակում են ու, ասենք, առողջ են։ Ամենակարևորը մարզիկի համար դա առողջությունն է, որ շատ կարևոր է դրա մոտեցումը։ Մոտեցում չեղավ, մարզիկը չի լինի մարզիկ ու, ասենք, սպորտը կթողնի հետին պլանում։ Շատ լավ։ Մեր տղան քանի տարեկան է։ 18։ Ճակոս 18 տարեկան է, իդեպ ասեմ, որ ինքը նոր է մտել այս աշխարհը, այսինքն ինքը զբաղվել է ըմբշամարտով, հունարոմայական ըմբշամարտով է զբաղվել, շատ կարճ ժամանակահատվածում է մտել այս ամեն ինչի մեջ, մարդիկ տարիներ են օգտագործում, որ ասենք, չգիտեմ, մրցաշարերում MMA-ի հաղթողներ դառնան, մեն էլ ասենք երիտասարդների կամ մեծերի մեջ շատ կարճ ժամանակահատվածում ոնց որ իր տեղը պնդացրեց մեր տղեն, դրա համար այսօր ոտքը ոնց որ գազից չի հանում ու տենց բայց լուրջ բազա ունի, եթե եմ բիշա։ Հա, լուրջ բազա ունի, բայց դե սենց ասեմ, MMA-ը դա ըմբշամարտ չի, MMA-ը դա լրիվ ուրիշ աշխարհ է, էլի։ Ըմբշամարտիկը, ոչ ըմբշամարտիկը, ոչ բոքսյորը, չգիտեմ, այն մեկը չեն հասկանա այդ ամեն ինչը։ Այդ պետքա ոնց որ կյանքի ճիշտ պատրաստվածություն ունենաս, այդ ամեն ինչի միջով անցած լինես, որ, չգիտեմ, կարողանաս ինչ-որ քո սանին ճանապարհ ցույց տաս։ Դա դեպքում էլ այնքանով էր լավ, որ ինքը կարճ ժամանակահատվածում այդ արդյունքներին հասավ ու ապացուցեց, որ ոչ մի բան անհնարին չի ու նույն ձևի շարունակում է։ Դե ուզում է դրանից է։ Դե հա, ցանկությունը շատ կարևոր է։ Շատ լավ, մի հարցել եւ արդեն պետք է դիմավորեմ նաեւ մյուս չեմպիոններին, ոնց ասում են, տաղավարից այն կողմ։ Ես գիտեմ, որ ամենավատ տարիքում է մեր տղեն, այն որ կա նաեւ ծառայության թեմաներ, շատերը գնում են
հայոց բանակի իրենց պարտքը տալիս են, գալիս են ու գիտեմ, որ մի տեսակ թե միջավայրը, թե մտածելակերպը փոխվում է ու այն ինչ վաստակել են միջև բանակ գնալը թողնում են ու թողնում են նաև սպորտը։ Մեր մոտ այդ խնդիրները լինում են։ Մեր մոտ այդ խնդիրները ներկապային շատ կա, որովհետև անձամբ ես լիքը տենց սաներ եմ ունեցել, ովքեր որ մինչև բանակ գնալը լավ մարզվում էին, լավ մարզավիճակի մեջ են եղել Հայաստանի ու չգիտեմ տարբեր մրցաշարերի հաղթողներ են դուրս եկել ու գնացել են բանակ, հետ են եկել, չեն շարունակել։ Իրականում այդ բանակի հարցը շատ է խանգարում մարզիկին, որովհետև ինչքան էլ մարզիկը ասի դե գնամ, գամ, չգիտեմ մարզումներս շարունակեմ բան, դա էլ է էլի կամքի ուժի հետ է կապված, որովհետև եթե դու իսկապես ցանկանում ես, բանակը քեզ չի կարող խանգարի։ Բայց եթե դու գնացիր բանակ ու չգիտեմ բաներ կա մեջդ փոխվեց, գալու ես անլուրջ ես վերաբերվելու։ Դրա համար այդ բանակի հարցն էլ է շատ կարևոր, այսօր թե մեր ֆեդերացիաները, թե մնացած մարզիչները եւ այլն ձգտում ենք, որ ասենք այդ բանակի հարցը լուծվի, որովհետեւ լավ մարզիկը էլի ծառայության գնա, նես չի որ ծառայության չգնա, բայց պայմաններ ստեղծեն, որ եթե ասենք տղան սպորտսմեն է, կարողանա նաեւ իր սպորտային կարիերան շարունակի հետագայում։ Այդ ընթացքում Հա, ոչ թե ասենք տարիներով մարզվի դառնա 18 տարեկան ու գնա, ասենք տարի ու կես 2 տարի ծառայի գա, հաստատ առաջվանը չի լինի։ Բայց էլի եմ կրկնում, դա խանգարող հանգամանք չի, անկախ ամեն ինչից, եթե մարդ ցանկանում է, ուզում է չեմպիոն դառնալ, այդ բանակը իրավունք չունի խանգարելու, դու պետքա գնաս ծառայությանդ, հետ վերադառնաս ու նույն ձև շարունակես։ Թե հիմա բաց թողումներ կունենաս, ինչ կլինի, դա պետքա ոնց որ վերադարձնես հետ էլի։ Ես միշտ ասում եմ այն տղաները, ովքեր որ այս սպորտաձևերի մեջ են, նրանք արդեն պատրաստի զինվորներ են հայոց բանակի համար։ Դուք արդեն դաստիարակված տղերք եք տալիս ու միշտ էլ ասում եմ, եթե այս սպորտաձևից, այս ֆեդերացիաներից չեմպիոններ չեն ծնվում, հավատացած եղեք, լավ տղերք հաստատ ծնվում ու դաստիարակվում են։ Իսկ այսքանից հետո փոքրիկ դադարից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Շարունակում ենք եթերը 21 TV-ի եթերում, եթե նոր եք մեզ միացել հերթական անգամ տեղեկացնեմ, որ սպորտ աշխարհի ներկայացուցիչները լավագույնն են ինձ մոտ, որովհետև նրանք ընդամենը մի քանի օր առաջ ցուցադրեցին, բնականաբար մեր դրոշը բարձրացրեցին հիմնահեճից ու այսպես շարունակ։ Եվ եթե ցանկանում եք եւս մեկ անգամ այդ ամբողջը տեսնել, հոգ չէ, վաղը 13:00 կրկնությամբ անդես են գալիս, հետո գտնում եք մեզ YouTube-ում ժամեր հետո եւ իհարկե
ամենակարևորը նրանց Instagram-յան էջերում կտեսնեք բացառապես լավագույն հաղթանակները։ Ասեմ, որ մինչև հիմա ինձ մոտ տաղավարում է Victim ակումբի նախագահ Վիկ Հովսեփյանը, նրան ուղեկցում են իր չեմպիոն տղաները։ Այսպես մեծագույն սիրով ես հյուրընկալել եմ MMA-ի Եվրոպայի եւ Հայաստանի բազմակի չեմպիոն Մեսրոպ Եղիազարյանին եւ իհարկե աշխարհի եւ Եվրոպայի փոխ-չեմպիոն Հայաստանի բազմակի չեմպիոն Խաչիկ Ասատրյանին։ Բարի օր, բարի գալուս տղաներ ջան։ Ընդհանրապես մատ արտահայտություն կա, ասում են նայ մարշին արդեն կիմանաս թե իր սաները ինչպիսին են։ Դե եթե անկեղծ ես ինչքան էլ անգրագետ լինեմ, ամենայն դեպս այդ շրջապատում շատ եմ լինում ժոպ է անց երևում է յուրաքանչյուրիդ քայլն ու որ ասում է տեխնիկան։ Արգանքներս ընկերոջս, որովհետև ինչ ժառանգ ունի փոխանցել է, ես այդ հասկացա։ Ու եթե մի մարզիչ կողքը նստած բավականին հանգիստ է, ոչ թե գոռում է, մորթում է իրան, այն որ արդեն հասկանում ես, որ իսկապես էներգիան շատ է, ես դա շատ եմ տնում։ Վիկը ձեր, որ ասում է բոյրի ժամանակ, ընդամենը ասում են մի քիչ տակից, մի քիչ ձախից, հեռու մնա, մոտիկացի ու շատ հանգիստ ձայնով։ Այդ ամբողջ արձագանքի մեջ լսում եք ձեր մարշի ձայնը կողքից տղերք, երկուսի դա հարցը վերաբերվում։ Այո, լսում ենք։ Հա։ Երբ մտնում ենք բոյ, արդեն ռինգի մեջ, չենք լսում կողիններին, ամբողջ ուշադրությունը մեր մարշի վրա է, իր հուշումների, իր խոսքերի ու շարժվում ենք հիմնականում դրանով։ Ինձ թվում է այդ ընթացքում նաև մյուս մարշի ձայնը լա մեկու մեջ խանգարում, չէ, բայց ըմբռնում եք, չէ, որ նավիկինը շատ հաճելի է, այդ ցանկալի թեմա է։ Շատ լավ, ես ուզում եմ շփվել հիմա Մեսրոպի հետ, ուզում եմ պատմես մրցակցիդ մասին եւ ինչ տվեց այս հաղթանակը քեզ։ Այս հաղթանակը ինձ տվեց հնարավորություն մասնակցելու այս տարվա աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու Աբու Դաբիում։ Երբ։ Օգոստոս ամսին։ Լավ։ Մասնակցելու եմ 62 կիլոգրամ քաշային կարգում։ Հայաստանը էլ եմ այդ քաշ չեմպիոն դարել։ Մրցակիցներս երկուսն էին, հաղթեցի երկուսին էլ, առաջին հաղթեցի խեղդող հնարքով, երկրորդին տեխնիկական նոկաուտ արեցի ու դարձա չեմպիոն։ Ապրես, ուզում հասկանալ ծնողներից կամ ազգականներից կային տեղեն, որ վերցրեցիր հաղթանակը, գնացիր տուն, ասիր էլի եկել եմ հաղթանակով, որ կարգավիճակում էիր։ Դե այս անգամ չկար մարդ իմ կողքին, տան անդամներից, բայց դե իրանք միշտ հոգով սորտով իմ հետ են։ Երբ գիտեմ, որ մամաս նայում է իմ բոյերը, այդ ինձ ավելի մեծ ուժ է տալիս, նաև պապաս ու մնացած տան անդամները, բայց երբ որ մաման է նայում, այդ լրիվ ուրիշ է։ Հա։ Ու այդ է էլի ուժ տալի հիմնականում։ Ինչ լավ է։ Ես գիտեի հակառակն է, բայց մամայի թեման ավելի կարևոր է։ Ունես անկյուն տանը, որտեղ պահում ես քո բոլոր գավաթները, տենց անկյուն կա։ Այո, ունեմ իմ սենյակում է, որտեղ որ ես քնում եմ, ունեմ մի հատ փոքր անկյուն, որտեղ ունեմ շատ մեծ նվաճումներ։ Դրանք շնորհիվ ընկեր Վիկի ամիս ամսվա թե օրվա վրա, թե տարին տարվա վրա ավելանում են։ Ու դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մարշին, որ այս ամեն ինչը իր շնորհիվ է, առաջին հերթին նոր մեր, որովհետև ինքն ես փոքրուց իր մոտ եմ պարապել։ Ինչքան ժամանակ է։ Արդեն 7 տարի եմ մարզում եմ ընկեր Վիկի մոտ։ Լավ։ Ինքն է փոքրուց իմ մեջ դրել այդ ամեն ինչը, կարգապահությունը դասիրակել է ճիշտ ձևով, ճիշտ սպորտսմեն, ու այսօր ունեմ այն ամեն ինչը, ինչ ունեմ իր շնորհիվ։ Ապրես, քանի տարեկան ես։ 16։ Ախելի այդ տարիքը, Վիկ ջան, իսկ մտածել ես տնայցիք հետ քննարկել եք այդ թեման, որ հեսա գալիս է, չգիտեմ, ծառայության ժամանակատվածը հետո ինչ եմ անելու։ Դե հա, քանի որ հիմա այդ ամենակարևորն է, մտածել բանակի հարցով, բայց հիմա ոնց որ մեկա գնում ես էլի բանակ, ինչ է լինի, գնալու ենք, ծառայելու ենք մենք, պարտքը տալու ենք մեր հայրենիքին, հետո վերադառնալու ենք ուժեղ ու շարունակենք ու բոլորին ապացուցենք, որ ինչպես ընկեր Վիկն ասեց, բանակը դա ցուցանիշ չի սպորտսմենի համար, որ զատնի դնի։
Համաձայն եմ։ Իմ կարծիքով հիմա գեղեցիկ սերի ներկայացուցիչներն այն են, թե ինչ տղերք ենք մենք մեծացնում, էլի, որ աղջիկներն էլ պետք է գան վիկից, ոնց հասկացա, ձեռքը խնդրեն տղերքի այս դեպքում։ Շատ լավ։ Ինչ կպատմի ինձ Խաչիկը, ես ձեր բոլորի մենամարտերը հասցրել եմ նայեմ, ի տարբերություն ոմանց։ Ճիշտ է, ոչ նենց ոնց որ են, որ ասում եմ, կես աչքով եմ նայելով ոնց է լինում, ձեր դոսք բավականին թարմ է, ծեծողի դերում եք իմ կարծիքով, դրա համար ոչ թե ծեծվողի։ Ինչ տվեց քեզ այս առաջնություն, ինչ է սպասվում քեզ առջևում։ Ունեցել եմ 2 մենամարտ, երկուսում էլ հաղթել եմ, երրորդ մենամարտս չեմ անցկացրել, որովհետև մրցակիցս ուներ վնասվածք, մրցաշարն է ինձ տվեց իրավունք, որ մասնակցեմ գալիք աշխարհի մրցումին։ Աշխարհից գնալու փաստորեն առաջնությանը։ Շատ լավ, ուներ թե ստացավ քո կողմից վնասվածք։ Չէ, իմ հետ չի Հասկացա, արդեն անցում է եղել։ Շատ լավ, տարիքդ 15 15։ Դե հələ լավ, մի քիչ էլ ունենք մտածելու, որ ասում ոնց ուզում ա լինի, մտածելուց հետո արդեն կիմանանք վերադառնում են Վիկ ջան, թե չէ ես է ծերացած չլինեմ, եթերում լինեմ, ասեմ գնացել են ծառայության հետ են եկել ու շարունակում։ Ես ամենաշատն եմ նեղվում։ Այն որ մի հատ մամաս լավ խոսք ունի, ասում ա, ախար ամագ ունենք է։ Իրանք էլ են մեղք, այդքան նվաճած ու միանգամից թողնում են կողք։ Հույսով եմ ոչ թե բանակի ծառայության թեման կլինի ձեզ, որ ասում եմ մտածելու թեմա, այլ նաև ամուսնությունը։ Տենց կա, չէ, սիրահարվում են, մեկ էլ խանգարում են։ Իրականում կոնկրետ Խաչիկն ու Մեսրոպը նրանք են որակների տեր մարզիկներն են, որ ասենք ամենաշատն եմ էլի ափսոսում, որ չգիտեմ, այսօր գալիս է ասենք այդ բանակի պահը ու ասենք սենց նման սպորտսմենների, ասենք բաց պետքա թողնես, որ գնան ծառայության գան։ Երեխաները ասենք 7 տարի մարզվում են, էլի, դա քիչ չի ու ասենք լուրջ նվաճումներ են ունեցել, լուրջ հաղթանակներ, ասենք, չգիտեմ, բացի դրանից էլ իրանք շատ կարգապահ ու դաստիարակված երեխաներ են, ամենաշատը ես եմ ցավում, որ ասենք գալիս է այդ բանակի պահը ու նման աշակերտների ու տենց տղեկի կորցնում ես, որ պետք է արդեն իրանք իսկական ճանապարհը գտնեն ու իրանք իսկական ցույց տան, ասենք գալիս է պահ ու հոպ տարան բանակ։ Կոնկրետ այս երկու երեխեքը առավոտից իրգուն մարզվում են, իրանք տենց որ չկա էլի, որ անհիմն բացակայեն, խոսքի հիվանդել են, եկել են պարապունքի, ոտն էլ է ջարդած եղել, ձեռն էլ է ջարդած եղել, եկել են պարապունքի ու մի վարքյան ասենք բան չեն արել, մարզումից չեն խուսափել։ Իսկ այտենց երեխաներին պետք է էլի ուշադրություն դարձնի պետությունը, որ չթողնեն գնան բանակ, որովհետև այս երեխաները այն երեխեքն են, որ իսկապես կարան երկրի պատիվը բարձր պահեն։ Այսօր էլ մեզ մնացել է այդ մի բանը, որ մենք կարողանանք ինքնահաստատվենք, դա մեր երկրի պատիվը մեր մարզիկներով բարձր պահելն է, որովհետև չեմ ուզում անդրադառնամ լիքը բաների, այսօր մեզ միայն տենց բաներով են ճանաչում, այսինքն սպորտով են ճանաչում ու եթե ասում են Արմենիա, ուրեմն գիտեն, որ Արմենիայում լավ ուժեղ մարզիկներ կան։ Դրա համար ես ամենաշատն եմ ցավում, որ նման աշակերտների ասենք կորցնում ենք, էթում են ծառայության գալիս են, քո ասացի պես չգիտեմ, մեկը ուրիշ տեղա հիմնվում, մեկը ուրիշ բան ու այդ երեխեքին կորցնում ես։ Ինչքան էլ բացատրես, ինչքան էլ ասես, արդեն ոնց որ ինքը հիմնվում է իր ուրիշ գործերի վրա։ Դե լավ, տա Աստված, որ այս թեման մեր մոտ լինի երկրորդական, ամենակարևորը, ես ուզում եմ, որ դուք այնքան առողջ ու տոկուն լինեք, որ միշտ բաց ճակատով ներկայացնեք ոչ միայն ձեր մարզչի դեմքը, այլ նաև մեր երկրի դեմքը, ինչը վստահ եմ, որ առաջնությունից հետո դուք ինձ մոտ կլինեք, Վիկ ջան։ Ամփոփենք միասին, տեսնենք մեր տղերքը, որ մեզ կտեսնեք UFC-ում, մեզ էսպես, մեզ այնպես, որ ասում խոսքի տեր վստահ եմ կլինեք։ Իսկ այն վատ ռեժիմը, որ ես չեմ սիրում, էլի, այն որ հատուկ ռեժիմով պահում են սննդակարգ, օրվա մեջ մի քանի պարապունք, քրտնաջան, աղջիկների հետ շփվել, դա թող լինի ուղղակի լավ արդյունքի գրավականը։
Շնորհակալ եմ շատ ձեզ։ Մենք էլ Իսկ ես ասենց բացեբաց խոսում եմ, որովհետև երբ որ լինում եմ յուրաքանչյուր այսպիսի առաջնության ընթացքում որպես հաղորդավարուհի, հասկանում եմ, որ կրթվում դաստիարակվում են ոչ միայն հայոց բանակի համար լավ տղերք, այլ հանրապետության համար լավ տղերք։ Ու եթե մեզ չեն խանգարում, միշտ ասել եմ, մենք միշտ հաղթանակած ենք։ Սպորտ աշխարհը դեռ բացառություն է հանրապետությունում, որ միշտ մեր անունը բարձր է պահում սահմաններից դուրս։ Մինչև հիմա ձեզ այդ լավագույններն են, չեմպիոններն են եւ իհարկե ձեր Զինա Հակոբովնանում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում։ Բարինան ձեզ։ ճամփովարի կարոտած գիրկը յարի դե հիմա ինձ մոտ արի տանեմ դու